Место рождения обвиняемого указан город Խանկյանդի, Азербайջանская ՍՍР, а в паспорте Армянская ՍՍР. Բաքվի զինվորական դատարանում քննության առարկա է դարձել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը։ Ադրբեջանցի մեղադրողը մասնավորապես հարց է տվել Հարությունյանին, թե ինչու է նրա ծննդյան վկայականում գրված, որ ծնվել է Ստեփանակերտում, ադրբեջանական ԽՍՀՄ-ում, իսկ արդեն անձնագրում որպես ծննդավայր նշված է Հայաստանի ԽՍՀՄ։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը, Արայիկ Հարությունյանին հարցրել է պետական մեղադրող Վյուսալ Աբդուլլաևը։ Не означает ли это, что Армения считает Карабах своей территорией? Անկախ լրատվամիջոցների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստից մանրամասներ է հաղորդում ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունը, նշելով, թե Արայիկ Հարությունյանը խուսափել է պատասխանել ադրբեջանցի մեղադրողի այդ հարցին, հայտարարելով, թե երբեք այդ խնդիրը չի քննարկել Հայաստանի իրավասու մարմինների հետ։ Заявив, что никогда не обсуждал этот вопрос с соответствующими органами Армении. Իդեպ ավելի քան 2 տարի Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարը դատարանում նաև պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչով են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անձնագրերը տարբերվել Հայաստանի քաղաքացիների անձնագրերից։ Միակ տարբերությունը ըստ նրա եղել է 070 կոդը։ Ըստ պետական Ազերթաջի Արայիկ Հարությունյանն ասել է, թե 070 կոդը հատուկ նշվել է այն բանի համար, որպեսզի այդ անձնագիրն ունեցող Արցախի քաղաքացիները չկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին։ Ամեն դեպքում նա нշել է, որ այդ անձնագրերով արցախցիները կարողացել են արտերկիր մեկնել եւ շրջագայել որպես Հայաստանի քաղաքացիներ։ Лица с указанным кодом паспорта не могли участвовать в выборах и голосовании, проводимых в Армении. Իդեպ նախորդին դատարանն ուսումնասիրել է Տավուշյան մարտերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սարդարապատում 2020 օգոստոսի 28-ին Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների պարգևատրման արարողության տեսանյութը։ 2020-ի հուլիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ Հայաստանի սահմանը խախտելու փորձ է կատարել։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու ադրբեջանցիների փորձը ձախողվել էր եւ կորուստներ կրելով հետ էին շպրտվել։ В видеоматериале премьер-министр Никол Пашинян награждает армянских военнослужащих в Сардарабаде. Ըստ Ազերթաջի հուլիսյան դեպքերի մասնակից զինծառայողների պարգևատրման տեսանյութը դիտելու միջնորդություն է ներկայացրել Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, թե ինչ նպատակով պետական լրատվամիջոցը որևէ տեղեկություն չի հաղորդում։ Միայն նշվում է, որ պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հենց այդ հանգամանքն էլ հետաքրքրել է մեղադրող դատախազին։ Վյուսալ Աբդուլլաևը հարցրել է, ինչու էր Հարությունյանը մասնակցում այդ արարողությանը եւ ինչ կարգավիճակով։ Արայիկ Հարությունյանն ասել է, թե նման միջոցառումներին արցախցի պաշտոնյաները մշտապես են հրավիրվել։ Представители самопровозглашенной структуры постоянно приглашались на подобные мероприятия. Ադրբեջանցի պետական մեղադրողը նաև Արայիկ Հարությունյանին հարցրել է, թե ինչ նպատակով են Տավուշյան իրադարձություններից առաջ 2020-ի հունիսի 19-ին Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ անցկացրել եւ ինչ հարցեր են քննարկվել։ Դատախազը հետաքրքրվել է, եթե Տավուշի հուլիսյան դեպքերը որևէ կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես պնդել է Արայիկ Հարությունյանը, ապա ինչու է համատեղ նիստ անցկացվել։ Ըստ Ազերթաջի Արցախի նախկին նախագահն ասել է, թե քննարկել են Հայաստանի անվտանգության, մարտունակության, ինչպես նաև պատերազմի հնարավոր սցենարները։ Обсуждались вопросы безопасности Армении, состояние боевой готовности армии и возможные сценарии войны. Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների, Ադրբեջանի դեմ պատերազմ իրականացնելու ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման եւ այլ հոդվածներով։ Դատելով նախորդին Արայիկ Հարությունյանին ուղղված հարցերից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը նաև փորձում է 2020-ի Տավուշյան դեպքերին Արցախի մասնակցությունն ապացուցել։ Սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո 23 հայ գերիները փաստացի հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների մասին որևէ անաչառ տեղեկություն հարազատներին ստանալ չի հաջողվում։